Ոչ բան չեմ զգացել, այդ օրը մի անգամից ինֆարկտ խփեց ու 50 տարի ծխելուց հետո 70-ամյա Գևորգը մի ակնթարթում հրաժարվել է վնասակար սովորությունից։ Հանկարծահաս ինֆարկտ ու ախտորոշում ողջ կյանքի համար, սրտի անբավարարություն։ Այս իրականությունն արդեն 5 տարի է թելադրում է կենսակերպի առավել առողջ կանոններ։ Եթե այդ տարիքից հետո մարդը մի երկու անգամ գնա հետազոտման, միգուցե ինչ-որ բան հայտնաբերեն ու կանխարգելի գործողություններ անեն։ Իմ կյանքի միակ սխալը եղել է, որ ես սկսել եմ ծխել։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի երկրների մեջ գրավում է առաջատար դիրք ծխախոտամոլության տարածվածությամբ։ Մենք առաջին տասնյակում ենք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում տարեկան ավելի քան 18 միլիոն մարդ է մահանում սրտանոթային հիվանդություններից։ Հայաստանում ցուցանիշի նվազեցման համար պետությունը կիրառում է երաշխավորված անվճար բուժօգնության ծրագրեր, որոնք արդեն փրկել են հազարավոր կյանքեր։ Ամենակարևորը պետք է նշեմ սրտամկանի ինֆարկտի պետական պատվերը, որ արդեն գործում է 10 տարի, յուրաքանչյուր տարի այդ ծրագրով անցնում են մոտ 2500-2700 շահառուներ։ Այս տարվա օգոստոսի 1-ից ընդլայնվեց ծրագիրը եւ շահառուների ցանկը ավելի կմեծանա եւ մեծանում է եւ ավելի շատ մարդիկ անվճար կվիրահատվեն սրտամկանի ինֆարկտի սուր շրջանում։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ առաջին հերթին հենց այս միջոցառումները նպաստեցին հոսպիտալային, հիվանդանոցային մահացությանը սրտամկանի ինֆարկտից Հայաստանի Հանրապետությունում այս 10 տարիների ընթացքում կարելի ասել մոտ կրկնակի իջավ։ Ծխելը թողնելուց 1 տարի անց կիսով չափ նվազում է սրտի իշեմիկ հիվանդությունների ռիսկը։ 5-ից 15 տարիների ընթացքում զգալիորեն նվազում է կաթվածի ռիսկը։ 15 տարի անց սրտի իշեմիկ հիվանդությունների հավանականությունը նույնքան է, որքան եւ չծխողների մոտ։ Ծխելը թողնելը արդեն 6 ամիս հետո նրա հիվանդության պրոգնոզը կտրուկ բարելավում է։ Եվ տարիներ հետո, եթե նա չի շարունակում ծխել, ընդհանրապես նրա պրոգնոզը սկսում է հավասարվել չծխողների պրոգնոզին։ Սրտի առողջության համար կարևոր են նաև աղի չափավոր օգտագործումը, ալկոհոլի սահմանափակումը, արյան ճնշման, խոլեստերինի եւ քաշի վերահսկումը, ինչպես նաև սթրեսի կառավարումը։ Այս հիմնական գործոնները վերահսկելով հնարավոր է կանխել սրտանոթային հիվանդությունների ճնշող մեծամասնությունը։ Շատ դժվար է ծխել թողելը, բայց ես մի բան եմ ասում, որ հետո ինքս պետք է ստիպած